Սիրելի աղջիկներ, եկեք վայելենք մեր սիրելի սուրճն ու գործենք միասին արջուկի, թաթիկներ, տոտիկներ, պոչիկ, գլուխ, մարմին եւ միացնենք բոլոր դետալները։ Տեսնենք արդյունքում ում մոտ ինչ կստացվի։ Գնաց։ Իմ հիմնական գույնը սա է, արջուկը լինելու է այս գույնի եւ ես գործելու եմ 2.5 համարի հելյունով։ Ինչպես միշտ շարքը սկսում ենք կախարդական օղակով։ Կախարդական օղակի մեջ պիտի գործենք 6 հատիկ։ Դեպ ասեմ գործում ենք առաջինը տոտիկները։ 1 2 3 4 5 6 Մի փոքր ձգում ենք թելը։ Հաջորդ երկրորդ շարքում պետք է 6 ավելացումներ անենք, 6 կրկնապատկում։ Այսինքն յուրաքանչյուր հատիկի մեջ գործելու ենք 2 ական։ Արդյունքում ունենալու ենք 12 հատիկ։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Ձգում ենք թելը։ Հիմա հաջորդ շարքը, երկրորդ շարքը կլինի 1 հատիկ, 1 ավելացում։ Այստեղ տեղադրում ենք մարկեր, կոնտրաստ որևէ թել կարող եք տեղադրել կամ մարկեր, ինչպես դուք ուզեք, ինչպես ձեզ հարմար է։ 1 հատիկ, 1 կրկնապատկում։ Արդյունքում կունենանք 18 հատիկ։ Երկրորդ շարքն ավարտված է, հիմա գործում ենք երրորդը 2 հատիկ 1 կրկնապատկում, հաջորդականությամբ 1 2 3 4 Այսպես պիտի գործենք 6 անգամ, արդյունքում կունենանք 24 հատիկ։ Հաջորդ 4-րդ շարքը գործում ենք 3 հատիկ, 1 ավելացում, 6 անգամ, արդյունքում կունենանք 30 հատիկ։ 4-րդ շարքը եւս գործված է, հիմա 5-ից մինչև 10-րդ շարքերը, այսինքն 6 շարք անընդմեջ գործում ենք 30 հատիկ անփոփոխ։ Տեղափոխում ենք մարկերը եւ սկսում գործել։ Արդեն 6 շարք գործեցինք 30 հատիկով անընդմեջ, հիմա պիտի շարունակենք եւ հաջորդ 11-րդ շարքը պիտի գործենք 3 հատիկ, 1 կրճատում, հաջորդականությամբ 6 անգամ։ Արդյունքում կունենանք 24 հատիկ։ Չենք մոռանում մարկերի մասին։ Տեղափոխում ենք մարկերը եւ գործում 3 հատիկ, 1 կրճատում։ Հիմա հաջորդ շարքում պետք է գործենք 2 հատիկ 1 կրճատում, 6 անգամ, արդյունքում ունենանք 18 հատիկ։ 18 հատիկ։ 12-րդ շարքը եւս ավարտեցի։ Հիմա կարելի է մի քիչ լցնել տոտիկի մեջ։ Ես լցնում եմ այսպիսի փափուկ սինջիկոնով։ Հիմա կարելի է լցնել, որպեսզի հետո դժվար չլինի։ Բավականին շատ պիտի լցնել, որպեսզի ամուր լինի, պինդ լինի տոտիկը, շատ փափուկ պետք չի լինի։
բայց այնքան էլ չլցնենք, որ այս փուլում գործելուն չխանգարի։ Իսկ մարկերի փոխարեն ինչու եմ ես թել օգտագործում, որովհետև մարկերը խոշոր անցքեր է թողնում գործի վրա, այս հատվածներում խոշոր անցքեր են մնում, ինձ այդպես դուր չի գալիս, դրա համար ես օգտագործում եմ թել մարկերի փոխարեն։ Հիմա 13-ից 15-րդ շարքերը, այսինքն 3 շարք գործում ենք 15 հատիկ անփոփոխ, տեղադրում ենք մարկերը և գործում 15 հատիկ 3 շարքով։ Հիմա հաջորդ շարքում 16-րդ շարքում կգործենք 16 հատիկ 1 կրճատում հերթականությամբ, այսինքն դա կլինի 1 անգամ 16 հատիկ 1 կրճատում, արդյունքում կունենանք 17 հատիկ։ Հաջորդ շարքում գործում ենք այսպես 3 հատիկ 1 2 3 1 կրճատում և 12 հատիկ, արդյունքում կունենանք 16 հատիկ։ Հաջորդ 18-րդ շարքում գործում ենք 7 հատիկ 1 կրճատում 7 հատիկ հաջորդականությամբ և արդյունքում կունենանք 15 հատիկ։ Հաջորդ 19-րդ շարքում գործում ենք 10 հատիկ 1 կրճատում և 3 հատիկ հերթականությամբ։ Նախ 10 հատիկ, հետո 1 կրճատում և 3 հատիկ։ Հաջորդ շարքում գործում ենք 12 հատիկ և 1 կրճատում։ Մենք 21-րդ շարքում ենք և պիտի գործենք 3 հատիկ 1 կրճատում և 8 հատիկ հերթականությամբ, արդյունքում կունենանք 12 հատիկ։ Այստեղ մենք կարող ենք արդեն լցնել մեր սինձիպոնը, որպեսզի հետո դժվար չլինի։ Ես արդեն լցրեցի սինձիպոնը, հիմա 22-րդ շարքում ենք և այս շարքում պետք է գործենք 5 հատիկ 1 կրճատում 5 հատիկ հաջորդականությամբ, արդյունքում ունենանք 11 հատիկ։ Եվ վերջին 23-րդ շարքում պետք է գործենք հետևյալ հաջորդականությամբ 7 հատիկ 1 կրճատում 2 հատիկ, արդյունքում ունենալու ենք 10 հատիկ։ Մենք արդեն ունենք այսպիսի տոտիկ, հիմա պիտի փակենք։ Ինչ ենք անում ենք, վերցնում ենք և առջևի և ետևի հատիկներից և գործում միասին 5 հատիկ։ 1 2 3 4 5 և ևս մեկ հատիկ ձուկում կտրում ենք թելը։ Ինչու ենք այսպես կարճ կտրում, որովհետև պիտի գործենք մարմնի հետ, չենք կարելու և գործելու ենք։ Ահա, գործում ենք երկու այսպիսի տոտիկներ։